Ժողովուրդ ջան, ուզում եմ խոսամ հայոց բանակից, ուզում եմ խոսամ հայոց զինվորից, ուզում եմ խոսամ ամենակարևորը այն մարդկանցից, ովքեր չիմացան ինչ բանա զինվոր լինելը, ինչ բանա ընդհանրապես ծառայությունը, ծառայողական պարտականությունները, ասեմ ես ամենակարևորը, որ դուք գիտեք, որ ես ինքս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ եղել, այս պետության, այս իշխանության շնորհիվ կյանքի գնով 40 տարի տարապելով Ռուսաստանի Դաշնությունից բերեցինք իմ ծննդականի օրիգինալ պատճեն ու ես դարձա Հայաստանի քաղաքացի։ Արդեն 41 տարեկան եմ լինում։ 40 տարեկանում նոր դարձա քաղաքացի։ ID ունեցա, ID-ից հետո էլ արդեն 2 ամիսն ունեմ կապույտ անձնագիր։ Ես եմ ծառայել Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես չեմ իմանում ինչ է նշանակում ծառայություն ասվածը, ժողովուրդ ջան։ Ու ինձ բանակի հետ կապված շատ բաներ է հետաքրքրում ու ես կուզեի իրոք ծառայել ու իմանալ։ Երբ որ ես նայում եմ Սամվել Կարապետյանի Անտիկվար Շարասյան մեջ գտնվող այն հորթին, որի անունն է եղբոր որդի, Նարեկ Աստված համակարգը, դա ինձ համար հորթ է, իրոք հորթ, բառից բուն իմաստով հորթ։ Խոսում է բանակից, կներեք, որ բանակից եք խոսում, որը որ ներսից քանդեցիք $3000 վճարելով չծառայելով ու փախակ Սփյուռք, փախակ Ռուսաստանի Դաշնություն, որը որ ներսից ապականեցիք, որպիսի հետ գաք իշխանության ու տեղը կերտեցիք Եռաբլուր, այդ բանակից եք խոսում, ինչ է նշանակում բանակ ընդհանրապես, ես ուզում եմ իմանամ, ինչ ես դու հասկանում բանակից, երբ որ խոսում ես։ Ժողովուրդ ջան, բանակից մարդիկ խոսում են մարդիկ բանակից, որ չգիտեն բանակն ինչ է։ Ձեր համար բանակ ասվածը ընդհանրապես գոյություն չունի։ Դուք բանակ չեք տեսել։ Հազար բարին հարազատներս, դուք բանակ չեք տեսել, բացարձակ, չգիտեք բանակը ինչա, ոնց որ ես տեղյակ չէ։ Ես պատերազմի անդառնալի օրերին, երբ որ եղա չաստում այդ, վաշտերում այդ, գնդերում, խրամատներում, ուղղակի իմ գլուխը կպել էր։ Իմ գլուխը կպել էր։ Ես այդտեղ արդեն քիչ-քիչ հասկացա ինչա նշանակում բանակ, ինչա նշանակում։ Իմ մոտ զինվորի արժեքն ու արժանապատվությունը էլ ավելի բարձրացավ։ Բայց կներեք, դուք գոնե եղել եք բանակում, ուղղակի ինչ-որ մի բան տանեիք զինվորին, գոնե տեստեն այդ բանակը, դուք բանակում չեք եղել։ Բացարձակապես։ Այսօր մտնում ես էջերը, տենում ես ամեն մեկը տեղից հելած մի բան խոսում է։ Մի բան խոսում է։ Ինչ ես խոսում։ Ուզում եմ իմանամ, ինչ ես խոսում բանակից։ Ընդհանրապես ինչ ես հասկանում բանակից։ Բանակը Հայաստանի Հանրապետության միակ երակն է, որ անդադար արունը եռում է, անդադար։ Բանակը Հայաստանի Հանրապետության պետականության ուժն է, սյունն է, չգիտեմ, պարիսպն է, հենարանն է, թիգունքն է, էլ ոնց ասեմ։ Ասենք եթե դուք չեք ծառայել ընդհանրապես բանակում, այսօր իշխանություն գալու համար դուք հիշում եք զոհված զինվորներին, իշխանության ցեզեր կատարելու ընթացքում դուք հիշում եք Հայաստանի Հանրապետության բանակը, որում ընդհանրապես չեք եղել։ Դա մեծ նողկանք առաջացնում ձեր կողմից եւ դա ազգադավ քայլ է համարվում, ազգադավ քայլ։ Եթե քեզ չեն կանչել հարսանիք, դու ինչու ես այդ թումու պարում։ Այս կարգավիճակն է։ Եթե դու միտեղ չես եղել, ինչից ես խոսում, ուզում եմ իմանամ, ինչից ես խոսում։ Երբևիցե տեսել եք, այսքան զինվորների հետևից աչուձախ վազել եմ, արել եմ, դրել եմ, թե չեմ արել, չեմ դրել, անկախ ամեն ինչից իմ քաղաքական հայացքները, երբ որ ես սոցցանցերում արտահայտվել եմ, տեսել եք, ես խոսամ բանակի ծառայելության process-ից կամ որևիցե մի բան։ Եթե մի բանից իմ խելքը չի հասնում, ես չեմ խոսում։ Ընդհանրապես չեմ արտահայտվում, չեմ բարձրաձայնում։ Շատ կուզեի ծառայած լինեի, շատ, բայց հիմիկվա բանակում, ոչ թե այն ժամանակվա։ Այն ժամանակ բանակ չի եղել։ Այն ժամանակվա բանակը ձեր ներկա կեղծ բարերարի շապիկը հակած ու Ռուսաստանը շենացրած մարդիկ, այդ ժամանակվա բանակը ապականել են, խեղաթուրել են, ավիրել են հայ զինվորին գեներալները մտցնում էին տրուբի մեջ, տրուբեն սվարկային անում։ Հայ զինվորին այդ պապայիդ հոպարիտ նման բարեկեցի կյանքով ապրող գեներալները, Հայաստան սիրող, բայց Հայաստանը տակից կանդող ավիրող գեներալները, իրանց բջերին բանակից ազատող գեներալները, որից մի բիջնել դու ես Նարեկ։ Այդ տեսակ մարդիկ բանակից պետքա չխոսան, բանակի արժեքը պետքա գնահատել իմանան, բանակի եսը, վերը, դիրը պետքա իմանան։ Բանակը սրբություն է։ Բանակը շատ նուրբ, շատ ամեն ինչ է բանակը, չգիտեմ, ամենակարևոր օղակն է Հայաստանի Հանրապետության։ Մի բան, որը ոչ դուք Հայաստանի Հանրապետություն եք ունեցել ձեր սրտի մեջ, ձեր հոգու խորքում, ձեր մտքում, ձեր լեզվի ծերին, ձեր մոտ մենակ եղել է Հայաստանի Հանրապետության կառավարական աթոռն ու պաշտոնը։ Դուք դրա համար չգիտեք բանակի արժեքը, չգիտեք զինվորի արժեքը։ Այսօր դու հելել ես այդ դրոշկերած բուլկի, այ անուղեղ անգրագետ թուրիմացություն։ Դու այսօր հելել ես այ խեղաթուրված, շեղված, ապշած, ես չգիտեմ, ամեն ինչ ես դու քո հոպարի ֆինանսական աշխարհում դու մոլորված ոչխար ես համարվում, հասկանում ես։ Դու չես ջոգում։ Շահն ու մահը իրար խառնած ապրում եք, ժողովուրդ ջան։ Այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ի փառք ու պատիվ Եռաբլուրի են բոլոր տղերքին, այն սրբացած տղերքի արյան գնի հաշվին բանակը կայուն կանյաց է։
Ու դուք այսօր ձեր իշխանության գալու համար խոսում եք բանակից։ Բանակ, որից ընդհանրապես տեղյակ չեք։ Բանակ, որ չեք պատկերացնում ինչա նշանակում։ Այն մեր երեխեքը, որ ցորեն էին ուտում մեր աղբերները բանակում, դուք այդ տարիներին Սամվել Կարապետյանի լամուկներ, փողով ցույց անողներ, Քարոզ Արշավի մատերիալներ, չգիտեմ ինչ ասեմ, հայրենադավեր, Հայաստանի Հանրապետությունը ապականողներ, դուք այդ տարիներին շաուրմա ու քեբաբ ու խորոված եք ուտում Երևանի ամենապերճաշուկ վայրերում, նիվաներով ու ջորդարով ու գրողով ու խամերներով պատտվում եք, մեր երեխեքը ցորեն էին ուտում այդ բանակում։ Գիտես քի էին ցորեն ուտում, որովհետև բանակի հասուկն ու եկամուտը դուք եք ուտում օբեկներում, դուք եք կայֆավա տնում կազինոներում, դուք բանակից ընդհանրապես մի խոսացեք։ Բանակից թող խոսա այն մարդը, այն պետությունը, պետության այն օղակը, որ կանգնած է եղել բանակի կողքին։ Բանակից կարա խոսա մեր շատ սիրված ու հարգված նախկին իշխանությունների ձեռքից, նախկին իշխանությունների բարձր ովանի ներքո Հայաստանը լքած, հայրենի օջախը լքած սփյուռքը կարա խոսա, որովհետև գնացած օրվանից մինչև առեսու կանգնել է Հայաստանի Հանրապետության բանակի կողքին, բայց դուք բանակից խոսալու իրավունք չունեք։ Այսուհետև կոչ եմ անում բանակից չխոսեք։ Բանակից կարա խոսի այն մարդը, ով որ ֆիզիկապես, ֆինանսապես, բարոյապես իր լումանա ներդրե, բայց դուք ֆիզիկապես որպես ջանդակ չեք ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում։ Բարոյապես բարոյական իրավունքներից զուրկ մարդ եք, դուք չեք կարա բարոյական ինչ որ քայլեր անեք թեկուս երկրի կամ բանակի հանդեպ, նույն բանն է գալիս երկուսն էլ։ Չեք արել։ Ֆիզիկապես ընդհանրապես չեք արել, բարոյապես չեք արել, ֆինանսապես ավել եք։ Ֆինանսապես մեծ ներդրում եք ունեցել դուք, սիրելի նախկին իշխանություններ, սիրելի Սամվել Կարապետյանի ամփույթ հոգեվորթի հոգեդարձելած, ֆինանսական աշխարհի մեջ խեղաթուրված, խայտարակված եւ չկողնորոշված մի դեբիլ։ Բառից բուն իմաստով։ Եթե դեբիլների մրցույթ լինի Հայաստանի Հանրապետությունում, հանրապետությունից դուրս երկրագնդի վրա, սենց կոսպեկտավորենք, հա, երկրագնդի վրա, եթե դեբիլների մրցույթ լինի, Սամվել Կարապետյանը եւ շատ տես Կարապետյանիկներ Հայաստանի Հանրապետություն ոսկե Օսկար կբերեն։ Դեբիլների Օսկար, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում այն ինչ որ լինում է, եղել է ու դեռ լինում է դեպի լավը, ձեր չնկատելու այդ process-ը ոչ թե քորի process-ը, այլ դեբիլների համակարգ։ Դեբիլների համակարգ բառից բուն իմաստով։ Երբ որ նայում ես, թե ինչ է կատարվում կողքերդ, ասենք, եթե մարդը 12 տարի հագել է այս նույն շորը, այսօր առաջին անգամ փոխվել է ինքը, դուք այդ շորը կնկատեք, ճիշտ է, բայց որ 36 տարի Հայաստանը ապականվեց, խեղաթուրվեց, բանակն ապականվեց, տուշոնկա կերավ զինվորը փչացած, ժեշտի բանկենը չղմշեց, շպրտի կախեց որպես իրան անվտանգության միակ երակ, կախեց լարով, պրոբուդել չկար, մի բարակ լարով, կապեց տուկի թելով, կապեց հայ եւ վրացականա թուրքական սահմանին, որպեսզի իր անվտանգությունը ապահովի, այդ ժամանակվանից մինչև առեսօր բանակ ասված բառի արժեքը չեք իմացել։ Այդ եք տվել դուք բանակին, այդ խաշած ցորեն, այդ տղերքը Երանի են տալի ցորենն էլ տուշոնկի բանկի պես լներ, կամ ագի պատրիշկի մեջ լցած լներ բանտաժի, որպեսզի ապահովագրեին իրանց անվտանգությունը։ Միթե մոռացել եք ձեր բանակը, միթե մոռացել եք ձեր բանակ պահած կարգավիճակը, կան սոցցանցերում, յութուբներում վխկմա ձեր բանակ պահած վիճակը, վխկմա գեներալ Մանվելի տան Պարիսպե, զինվորի փայով։ Երեք չկարդամ ժողովուրդ ջան, հենդոք անդրադառնամ։ Պարիսպեր կապել սնունդով, հայ զինվորի սնունդով ցանկապատել կապել իր տան մեջ։ Պատնեշ, բայց հայ զինվորը սոված էր։ Հայ զինվորը առաջի դասարանի երեխու նամակին կարոտ մահացավ։ Հայ զինվորը ապականվեց։ Հայ զինվորն անգամ տուալետի թուղթ չուներ։ Դուք բանակից մի խոսացեք։ Դուք բանակը խեղաթուրող, խայտարակող, ապականող համակարգ եք։ Եթե ես գիտես ինչի վրա եմ զարմանում, ինչն է ինձ ցավ պատճառում, ժողովուրդ ջան։ Լավը չնկատելն է ինձ ցավ պատճառում երեխեք։ Լավը չնկատելը։ Աստված ջան, ինչի լավը չնկատողին չես կուրացնում, որ վատն էլ չնկատի, որ իմանա, որը որից հետո է։ Իրոք եմ ասում, էլի, ի սրտե, ես զարմանում եմ, ես ապշում եմ, ես ուղղակի շշմած եմ, ես նայում եմ հետ, ես 40 տարեկան եմ, ես հետ եմ նայում։ Ես 5 տարեկանից արդեն պատկերացնում եմ Հայաստանի հետ վատ ու լավը։ Ես հետ եմ նայում այդ նողկանքը սլում եմ, հիշում եմ, գալիս աշկերիս առաջ, դե ոնց եք զոհված զինվորներում բերում, հարազատներին էլ կանչում եք, ասում եք եկեք տարեք, առաջ էլ չեք բերում, բերում եք Երևան, Արագածոտնի մարզի զինվորին զոհված, չեք էլ բերում հասցնում իր համայնքը, իր գյուղը, իր քաղաքը, իր մարզը, չեք արել ոչ մի բան, մի խոսացեք, ու բանակը խեղաթուրած համակարգը, այդ այնպես նախկին թալանչիներն են, որ իրանք ապամոնտաժել են Հայաստան ու կերտել են Ռուսաստան, բարգավաճել են Ռուսաստանում, ներդրում են ունեցել Ռուսաստանի Դաշնությունում, նրանք ինքները համարվում են ռուսամետներ, թրքացած հայեր, թեպետ այսօր հայի մեջ ավելի շատ մեծ բալանս կա դեպի Հայաստան, քան թե ներսի թուրքի մեջ ավելի շատ մեծ բալանս կա դեպի Հայաստան, օգնելու, քան ներսի թուրքի մեջ։ Ներսի թուրքը դա ավելի սարսափելի է իմ համար։ Իմ մտածելակերպի գաղափարի ու իմ գաղափարակից ընկերների մեջ դա տեղ չի անում։ Ձեր նյութած դավերը դեպի այս պետությունը, դեպի հայ զինվորը։
Լավն ուժելի չկա մի հատ քաղաքական գործիչ, դաշնակ, որ տղամարդ է, ուղարկի ձեռքբերովի շալվար չի հագնում, որը հիմա համատարածա կանանց 90%-ն էլ հագնում, ու շատ կանայք կան, որ իրոք շալվարի արժանի կանայք են, որտեղ նրանք էլ ավելի շատ տղամարդկային ռեյտինգներ ունեն, քան թե մեր այս նախկին թափթփուկ համակարգը, որը ուղղակիորեն տղամարդու տնազը համարվում։ Ես ինչ եմ ուզում ասածել եմ, չկա մեկը ձեր մեջ կատնակեր մի անփաստարկ լրբի վաստակ չկա ձեր մեջ, որ մի քիչ նորմալ է, որ կանգնի ասի, գիտես ինչ կա, հələ մի հատ հետ նայենք մեր պահած բանակը ու այս մարդկանց պահած բանակը, մի հատ հետ նայենք մեր զինվորի շորերը ու նայենք այս զինվորի շորերը, այս ժամանակահատվածում գտնվող զինվորի շորերը, չկա, ամեն լավ բանի մեջ վատն է գտնում ժողովուրդ, դուք ուղղակի խայտարակություն եք, ես իմ այս եթերը նվիրաբերում եմ Հայաստանի Հանրապետություն, պատահաբար հայտնված, նկարը վանքում կպցրած, Էշմիածնի Սուրբ տաճարը պղծած Սամվել Կարապետյանի սուրույին, որի գլխավոր ոչխարի հոտը քաշում է իր աղբոր տղեն, այդ ամփույթ ղախպի լակոտը, բառից բուն իմաստով ղախպի լակոտ, Շենգեն վիզեն խփած, շամ վաստակ, որը չունի մարդկային ոչ մի փաստարկ, ես ուղղակի աբսուրդ եմ ապրում, աբսուրդ, ինչից ես խոսում արա, ինչից ես խոսում այդ հապտփուկ, ինչից ես խոսում այդ չկայացած, ինչի քո հոր հաճույքի համար պետք է այսօր Հայաստանի Հանրապետությունը վճարի, ինչի համար, քո հերը որ Հայաստանի Հանրապետությունը Նարեկ Կարապետյան ասված սիրող ու հարգող տղալն էր, մի հատ երկաթից պլավկա կհակներ, նոր կմտներ անկողին, որ քո տեսակը չբազմանար Հայաստանում, որ քո տեսակը լույս աշխարհ չգար Հայաստանում, ու ոչ մի բանից չխոսար, խոսար մենակ թալանից, թալանը տեղափոխող համակարգից, դու ինձ համար թալանը տեղափոխող համակարգ ես, դու երբ որ խոսում ես բանակից չծառայացալով, դու երբ որ խոսում ես հայրենասիրությունից Հայաստանում չապրած հալով, դու երբ որ խոսում ես քաղաքականությունից, որ գլուխը բառից բուն իմաստով դադար գա, քո գլուխը Դալբայովների ֆուտբոլի դաշտ է, Դալբայովների ֆուտբոլի դաշտ, ես ուղղակի ապշում եմ, բառից բուն իմաստով ապշում եմ, տղա ջան, եթե դու մաթեմատիկա չգիտես, ինչի՞ ես մաթեմատիկայի դասատու աշխարհում, քո մոտ այդ կարգավիճակն է, ապշում եմ ես, լրի խնդրում եմ, մի խեղաթուրի ես երկիրը, մի խայտարակի հայի կերպարը, հայը ամենագրագետ, ամենաքրիստոնյա ազգն է համարվում, մի խեղաթուրեք ձեր դեբիլ գիտելիքներով, ձեր անգրագեր մտածելակերպով, ձեր հորթի կերպարով առաջնորդներով, մի խայտարակեք այս երկիրը, այս երկիրը շատ թանկ երկիր է, այս երկրում ապրող բնակչության համար հազարավոր բնակիչներ դարել են սքաշաղախ, հազարավոր տանսիոներ քանդվել է, որ այս երկիրն այսօր կայուն ու կանգուն մնացել է, լավից թե վատից մնացել է։ Ես միշտ ասել եմ, մենք պատերազմը չենք պարտվել։ Պատերազմը պարտված կլինենք այն ժամանակ, երբ որ չլինենք։ Բայց այսօր մենք 18 տարեկան երեխեքի այրան գնով ուտում ենք, խմում ենք, սքում ենք, լացում ենք, երգում ենք, պարում ենք, խոնարհվում ենք։ Ու դա արել է Եռաբլուրը, արել է այդ սրբացած զինվորը հերոսացած Զինվոր, որից ընդհանրապես տեղյակ չեք եղել, ոչ դու, ոչ քո Սամվել Կարապետյանը, ոչ հոգեվորթի են ворթիները, որոնք այսօր բանակի կողքը տես չեն կանգնել, ինչքան գնացել են կանյել են Սամվել Կարապետյանի տան Փարիսների տակ, չեմ հասկանում, հայ զինվորն ու Սամվել Կարապետյանը նույն ռեյտինգի վրա են ձեր համար, նույնն են, ինձ համար, իմ տան անդամն ու զինվորը չէ կանգնած, առաջինը զինվորն է, նոր տան անդամը, որովհետև զինվորը պետք է լինի, որ տանս անդամն առողջ ու կայուն լինի։ Երբ որ նայում ես, ձեր մտածելակերպը, եթե դուք տենց պատնեշ եք կապե Սամվել Կարապետյանի դրան դեմը, եթե դուք տենց այդ հայկը Արցախ, այսօր այդքան Արցախցուն որպես ցույցի մատերիալ չեն եղել Հայաստան։ Այտենց ընդեղ Փարիզ կապեք, Հայաստանի Հանրապետության դարպասները ամուր պահեք, հետո նայր գայք ստեղ, ինչ որ մի նախկին իշխանության համար մի քանի միլիոնով աթոռի կռիվ տայք։ Այդ ժամանակ համ հող կունենայք, աթոռը լասում փառք, արգավանդ թափածակը բերեք վեր կընկնեք։ Խնդիր չկա, բայց դուք ոչ են եք արել ոչ են, մի անգամից աթոռն եք պահանջում։ Մի անգամից աթոռը։ Ու նայում եմ ու զարմանում եմ։ Ինչից եք խոսում դուք։ Դուք կաք դրա մեջ։ Դուք ուրախանում եք, որ Հայաստանի Հանրապետության զինվորը զոհվում է։ Դուք ուրախանում եք, որ Հայաստանի Հանրապետությունում պատերազմական վիճակ ալինում եւ հազարավոր ընտանիքներ դառնում են սքաշաղախ։ Դուք չեք ուրախանում։ Եթե չեք ուրախանում, պատասխանեք։ Բայց ես պատասխանեմ ձեզ, դուք ուրախանում եք։ Դուք ամեն պատերազմական վիճակ ստեղծում եք, որ գաք իշխանության, որ ժողովրդի քվեն չանցնի այս գործող իշխանությանը, որ դուք գաք իշխանության։ Ձեզ հազարավոր զոհեր կտակ, մենակ աթոռ չտակ։ Մենակ են ձեր տակից տարած աթոռը, որ վերցրեցին տվին ձեր գլխին, տեղը ուրիշ նորմալ աթոռ դրեցին ու շատ նորմալ համակարգ նստեց։ Դուք այդ աթոռի համար ամեն ինչ կտակ։ Դուք նույն այս քանակի, այս տեսակ, լսի նման երեխեքի այս որակի կտակ քամուն մենակ գայք իշխանության։ Մենակ գայք իշխանության։ Դուք իշխանության ծառավ եք։ Դուք իշխանության ծառավ եք։ Դուք ֆինանսապես, ֆիզիկապես ապահովագրված տականքներ եք, բայց դուք հիմա թուլամորթ, անլույս մարդիկ եք համարվում, որովհետև այդ ամեն ինչի մեջ ձեզ մենակ պաշտոնն է հետաքրքրում։ Ֆինանսը չի հետաքրքրում, որովհետև ձեր մոտ ֆինանս չի։ Ֆինանսների տեղատարապ։ Եթե Հայաստանի Հանրապետության բնակչությունը նախկին
Այն բնակիչները, ովքեր խեղաթուրեցին ու ապականեցին Հայաստանը, նրանց միլիոնները լցնես Սևանը, Սևանի ջուրը կպնդի, կդառնա ասես դոշապ, որովհետև դուք այդքան թալանել եք։ Մեկը չկա մի հատ գրագետ դիշով կա, այդ դաշնակների մեջ, ասի լավ կներեք, որ սրանք սխալ են, բայց սոված երկրում ձեզ այսքան բաները որտեղից։ Սամվել Կարապետյանի դեբիլ աղբոր, դեբիլ ворթիները, ամփոփ սեքսից առաջացած այդ ոչխարի մորտի կրող ворթիները որտեղից չծառայեցին, որտեղից ունեցան միլիոններ։ Հայաստանի Հանրապետությունում Քոչարյանն եկավ 36 ու 41 համարի կոշիկներով։ Ձախ ոտքին են մեկն էր, աջ ոտքին են մեկը։ Թուրքական սվիտերով հոր նկարը վրան խփած։ Էշեր նկարացի շմեք։ Թուրքական սվիտրեր, դեղին ու սև, մեջտեղը պալուսկա էր, գիծեն թողե։ Դե էշերը միշտ խառնում են ճանապարհը, էշերի համար տեղ է թողած, իր հոր համար տեղ է թողած, ինքն էլ հոր հետևից եկավ։ Եկան Հայաստան։ 11 տարեկանում Լևոն Քոչարյանը այդ Սիրուշոյի արհեստական գործիքը 11 տարեկանում արդեն իսկ միլիարդատեր էր։ Արդեն իսկ միլիոնների կապիտալ ուներ դզած։ Կներեք, ձեր երեխեքը, ձեր թորները դեռ չծնված արդեն սեփականատեր էին։ Դեռ չծնված արդեն ունեին ծննդական եւ սեփականատեր էին։ Լավ է Հայաստանի Հանրապետությունում չկա մի գիտակից մարդ, որ թվարկի թվաբանի, թե ինչ է կատարվել, որ սրանք սենց հարստացել են, այս սոված զենքի սով, չգիտեմ, ամեն ինչի սով ունեցող երկրում, լուսի, գազի, ջրի սով ունեցող երկրում, սննդի սով ունեցող երկրում, սրանք ոնց հարստացան։ Ոնց հարստացան։ Գույք парքի դիմաց կարգախոսով Հայաստանը տարան դեպի անդունդը։ Գույք парքի դիմաց կարգախոսը դա ամենալավ տարբերակն էր, ասում էր Հայաստանի Հանրապետությունը ներխուժած ու Հայաստանի Հանրապետությանը տուժի ենթարկած Ռոբերտ Քոչարյան ասված համակարգը։ Գույք парքի դիմաց, ասում էր Քաշմերգրա։ Հայաստանի Հանրապետությունում այրոպորտը Գույք парքի դիմաց էր, կաուչու գործարանը Գույք парքի դիմաց էր, Հայաստանի Հանրապետությունում ռեյլիստեր ինչ գործարաններ парքի դիմաց էր, լուստրի գործարան կար парքի դիմաց էր, աշտարակի ակադեմիան ամենաուժեղ գործարանը парքի դիմաց էր, Էլցանցը парքի դիմաց էր, չգիտեմ, բոլորը парքի դիմաց էր Հայաստանում, Հանրապետական հիվանդանոցը парքի դիմաց էր, Գրողի տան հիվանդանոցը парքի դիմաց էր։ Լավ Հայաստանի Հանրապետությունում եղավ մի բան, որ թողեք մնա Հայաստանի Հանրապետության այն թորուծորին ու պապերը, որ ստեղծել էին դրանք։ Եղավ, ես չեմ նկատել նման բան։ Ես չեմ տեսել նման բան, այս 30 տարվա մեջ։ Հայաստանի Հանրապետությունում այնքան գինու կոնյակի գործարան կար, հասցրեցիք ծայրահեղությունից ծայրահեղություն, որը փակվեց, պլոմբվեց, արխիվները վառվեց, մարդկանց այդ անտեր ստաժները ապականվեց, այսօր 25 տարի աշխատած կինը ստանում է 30,000 դրամ թոշակ, որտեղ չկա իր ստաժները։ Չկա, խեղաթուրել եք, ապականել եք, ու դրանք արել եք դուք ու Սամվել Կարապետյանի որդու նման, աղբոր որդու նման, անգրագետ մի հատ համակարգ։ Ես ավարտին եմ հասցնում իմ այսօրվա այն ինչ որ կոսպեկտավորել էի, որ ուղարկեի ու շպրտեի ձեր նմանների երեսին նախքին թափթփուկ համակարգ, ընդդիմություն ասած ընդդիմադիրներ, դավադիրներ, նենք դավաճանության պատելությամբ լծված հայի մի փոքրիկ հատված, որ անճարությունից դրթված դիմեց արցախցիներին որպես ցույցի մատերիալ օգտագործելու։ Բայց իդեպ ասեմ շնորհակալ եմ արցախցիներից, արցախցիները ձեզ օգտագործում են որպես ֆինանսական աղբյուր, ձեզնից գանձելով 20-ից 25,000 դրամ գումար եւ հեռանալով տարածքից։ Ժամով պատարակով։ Ես ուղղակի ապշում եմ։ Չգիտեմ։ Խոսեցի ամեն հատվածից, խոսեցի բանակից, խոսեցի ու արգելեցի, որ մեն մարդիկ խոստան բանակից, ովքեր բանակից գիտելիքներ ունեն ու ծառայել են։ Իսկ այն մարդիկ, որ բանակը խեղաթուրել ու ապականել են, նարեկի նման հորթերը, բանակից խոսալու իրավունք չունեն։ Պարս համառոտ, սոր մեկը գնել էր չես վախում, կներես ումից վախենամ, եթե մեռնելուց ուրախ կլնեմ մենակ, ամենաթանկ ու կարևոր հատվածը Հայաստանի Հանրապետությունում, սև հողի տակա, մեր թանկ տղերքը գետնի երեսին, գրեթե մնացել են ամենակեղտոտ համակարգը, ամենակեղտոտ, ու մի քանի լավն էլ դրանց մեջ էլ չի երևում, մեռնելուց ոչ մեկ չի վախենում, իմ ապրելու համար հազարավոր մարդիկ են մեռել, որ ես ապրեմ, մեռնելուց չարժի վախենալ։ Ես մենակ գիտես ինչից եմ վախում, որ չհասցնեմ ձեր նմաններին ինչ որ ասելու է ասեմ, մենակ դրանից։ Ես պետք է ասեմ, որ հանգիստ քնեմ։ Պարզ է, այդ իմ տեսակն է, այդ իմ մեջ կա, այդ իմ մեջ ծնվել է։ Ես կոչ եմ անում ընտրությունների համար բանակից չխոսեք, հեղափոխության համար բանակից չխոսեք։ Ես կոչ եմ անում ձեր նման անգրագետ համակարգին զինվորին զոհված չհիշեք այն ժամանակ, որ ընտրական process է սկսում ձեր մոտ ու տանուտալու process։ Զինվորին հավերժ պետք է հիշես, քնելու, զարթնելու, ցած ուտելու, ջուր խմելու, Աստված կանչելուց, բոլոր վայրկյաններին պետք է հիշես։ Քո ամեն մի վայրկյանը իրանք են ապահովագրել։ Քո այդ ազատ կյանքը իրանք են ազատագրել իրանց այդ մարմնով։ Խառնվել են սև հողին,
Մտել են այդ երեխեքը հավերժան կողին, որ դուք ապրեք, որ դուք երկիր ունենաք, որ դուք պետություն ու պետականություն եք, դրոշ ու կնիք ունեք, որ դուք այդ կնիքն ու դրոշը գնահատեք ու խոնարհվեք։ Այդ տղերքի են սև հողին էլ ղուրբան լինեք, ոչ թե տղերքի անունը տակ այն ժամանակ, երբ որ քաղաքական հայացքներում թողուբող ասկսում։ Մինչև այս պատերազմը, երբ որ գցեցիք այս իշխանության վրա, այն տարիներում, որ սոցցանց չկար, Facebook չկար, հեռախոս չկար, այն տարիներին հազարավոր զինվորներ են մահացել, ոչ թե պատերազմական վիճակում, այլ ձեր կոսպեկտավորած բանակը պահելու վիճակում ձեր այդ իսկ ազատագրած բանակը, տիրապետած բանակը, կոսպեկտավորած բանակը, որ կար այդ ժամանակ, հազարավոր երեխեք են մահացել, հազարավոր, ուղղակի տեսանելի ու հասանելի չի ելել։ Եթե ինչ-որ մեկը բարձրաձայներ, այդ տվյալ բարձրաձայնողն էլ հետն էր մահանում։ Ես տենում էի պատերազմի օրերին տարածվող վիդեոները այդ գեներալ ասված Մանվելի Բաքում, թե ոնց են զինվորին հանել Ծիրանի ծառը, տակից մեր էր քրվում, ասում էր ճյուղերը ճիշտ կդրա։ Այդ տղեն իր ասած ձևով չէր կդրել, դրուժբով ծառը կդրել տվեց այդ երեխեն ծառի վրան։ Ես ուղարկի տեսել եմ այդ ամեն ինչը ու բոլորն են տեսել։ Ապրեք դուք բոլորը հարազատներս։ Ես նայում եմ ու ապշում եմ, ապշում։ Չի կարելի ուղարկի չի կարելի։ Բերեք հարգենք այն ինչ որ ունենք, բերեք գնահատենք այն ինչ որ ունենք, բերեք շատանանք, համախմբվենք, միամուր ուժերով կանգնենք մեր բանակի, մեր պետության, մեր ընտրական process-ների կողքին։ Բոլորը, բոլորը ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետության այն բնակիչին այն խոսքերը ուղված, ովքեր դաշնակ չեն։ Հայաստանի ես ամբողջ օր նայում եմ 5 կինոներ ու տենում եմ դաշնակները ոնց են դարերով քանդել Հայաստանը, դարերով խեղաթուրել Հայաստանը։ Մարդ կա որ քանդելուց, ավիրելուց հաճույք հաստանում, հաճույք։ Դրանք այդ տեսակն են եղել ու քանդել ու ապականել են ինձ, իմ երկիրը, ձեզ, մեզ, բոլորիս։ Չգիտեմ ժողովուրդ ջան, ինչքան խոսաս։ Արդեն ինձ 35 րոպե է խոսում եմ։ Անդադար կարամ խոսամ, անդադար։ Չեմ վրիպի, սխալ բան չեմ ասի։ 40 տարի ցավ ու դավ տեսած երկրում գիտակից մարդը, հայրենասեր մարդը կարա ժամերով ու օրերով խոսա ու երբեք չհանդարտվի ժողովուրդ ջան։ Սարսափելի է, աբսուրդ է, երբ որ նայում ես մարդը ոչ մի բանի մեջ չկա։ Հայաստանում ոչ ֆիզիկապես, ոչ հոգեպես, ոչ բարոյապես լումա չունի ներդրած ու խոսում է բանակից։ Ես ուղղակի ապշում եմ։ Դրանքից ինքն էլ ծառայում է Ռուսաստանին, Ռուսաստանի Դաշնությանը, Ռուսամեդա, ռուսն ու թուրքի մեջ տարբերությունը գիտես որն է ժողովուրդ, որ ամենաուժեղ թուրքը դա ռուսն է, ստեղ մեկը իր մամայի պերերիվն է ուղարկել, տար թող մերը տուտի հանգիստ քնի տղա ջան, մեծ կինա, մի թեթևել անգինա, որ քնուման հայվանա հետ գցել, ամեն ինչ նորմալ է։ Ժողովուրդ ջան, ես ուղարկի ապշում եմ։ Այսքան է, լավ մնացեք, ձեզ շատ-շատ սիրում հարգում եմ։ Իմ ընկերներ, իմ էջին follow եղեք, ընկեր դարձեք, բոլորիդ շատ սիրում եմ, բոլորիդ, մանավանդ այն անգրագետ հայվաններին, ովքեր ներխուժում են իմ էջ, ուղարկի բարոյապես տուժած մարդիկ են, Աստծու կողմից անտեսված փնթի թափթփուկ համակարգ են, ես չեմ էլ նեղվում, բայց նորմալ է, միշտ որոշում եմ, որ չանդրադառնամ, բայց ոնց կարաս չանդրադառնաս, դրանք միապ կեղտոտ տեսակ են, մարդը եթե ատելությամբ ալծվում, վատ սմայլիկ ա դնում, վատ բաներ ագրում, այդ գիտես ինչից է, որ ինքը այդքան չկա, այդ գիտես ինչից է, որ իմ վարչապետն ու իր թիմը այնքան կան, որ ինքը իր փալլաս համակարգով այդքան չկա, իմացաք, էդի դրանից է հայտ գալի։ Կան բաներ, որ իրոք զսպելու ու կուլ տալու չի ժողովուրդ ջան։ Հարգեք մեզ, մեր երկիրը, ձեզ, ձեր պետությունը, ձեր ոտքի տակ կանգնած հողի վրա կանգնեք ամուր գրագետ, գիտակցելով, թե ինչի վրա է կանգնած։ Հողի, որը մեր ոտքերի տակ է մեր երեխեքի արյան գնով։ Եվ մի թողեք ինչ որ իշխանամետ համակարգ, որ բանակը չգիտակցելով ինչ բանա, խոսի բանակի ժողովուրդ ջան։ Դա ուղարկի աբսուրդ ու խայտարակություն է։ Այսքանը լավ մնացեք, ես ձեզ շատ սիրում, հարգում եմ։ Մանադը ինչա անգրագիտության մարմնավորում։ Ժողովուրդ այսքանը լավ մնացեք։ Ընկեր դարձեք իմ էջին։ Բարի երեկո հարազատս։ Լավ եղեք։ Այսքան հարազատներս, բարի գիշեր, լավ մնացեք, խոնարհվում եմ մեր բանակի առաջ, մեր հերոսացին մայրերի առաջ ու երբեք ցույց չեմ տա այն հայվանները խոսեն բանակից, ովքեր չգիտեն բանակը ինչ է։ Այսքանը լավ մնացեք, բարի գիշեր ձեզ։ Իմ սերն ու հարգանքն էլ ձեր հանդեպ փոխադարձա հարազատներս։ Շատ ուրախ եմ, որ կաք, որ իմ կողքին եք։ Ամուր մնացեք, խաղաղ գիշեր, բարի լուսաբաց բոլորին։ Բոլորիդ շատ սիրում, հարգում եմ։